Տեղյակ եք, որ Կիրակի Նիկոլ Փաշինյանը քալու է Գյումրի պատարագի։ Գրողի ծոցին կա։ Մենք գիտենք, իմացել ենք, այդ չենք էլ ուզում, որ ինձ տանող ինքան, թող մեր խաղաղությունը չխանգարի։ Պատարագների մասնակցում եք։ Այո։ Տեղյակ եք, որ վաղը Նիկոլ Փաշինյանն է քալու Գյումրի պատարագի, ինչ կարծիք ունեք այդ մասին։ Այս սովորական մարդիկ ձեթ կա։ Իսկ տեղյակ եք, որ կաթողիկոսի ու սրբազանի անունները չեն հնչեցվելու պատարագի ընթացքում։ Սխալ է դա։ Ինչի՞ց։ Պատարագների մասնակցում եք։ Իհարկե։ Տեղյակ եք, որ վաղը Նիկոլ Փաշինյանն է քալու Գյումրի, ինչ կարծիք ունեք այդ մասին։ Սովորական։ Նորմալ երևույթ է։ Իսկ տեղյակ եք, որ սրբազանի ու կաթողիկոսի անունները չեն հնչեցվելու պատարագի ընթացքում։ Տեղյակ չեմ։ Իսկ ինչ կարծիք ունեք։ Անկալ էր որ հնչեր։ Տեղյակ եք, որ վաղը Նիկոլ Փաշինյանն է քալու Գյումրի պատարագի, ինչ Չեմ է ուզել տեսնի պասոնը։ Տեղյակ եք, որ վաղը Նիկոլ Փաշինյանն է քալու Գյումրի, ինչ կարծիք ունեք։ Ինչ համար։ Որ քալու է Գյումրի պատարագի։ Դրական կարծիք։ Իսկ տեղյակ եք, որ կաթողիկոսի սրբազանի անունները չեն հնչեցվելու։ Հա, տեղյակ եմ։ Պատարագներին մասնակցում եք։ Այո, Տեղյակ եք, որ վաղը Նիկոլ Փաշինյանն է Այո։ քալու պատարագի, ինչ կարծիք ունեք։ շատ վատ։ Իսկ տեղյակ եք, որ սրբազանի ու կաթողիկոսի անունները չեն հնչեցվելու պատարագին։ Ես չեմ ընդունել նման բանը, տեղյակ ենք, բայց չենք ընդունելի, գաշտեն ինքը աղանդ կկոչվի, ոչ թե պատարագ, նախդիկ պատարագ չի կոչվի, եթե կանոնադրությունը կխախտվի եկեղեցու։ Մեզ որ մենք չենք ընդունել, որպես հայ քրիստոնյա չենք ընդունել աղանդավորների իրաց կայլել։